երկար սպասված, շատ հուզումնալից, կարելի ասել զորով եմ զսպում իմ հուզմունքը, տեսանյութ, ինչպես ասում ենք հարսանեկան բլոգ, վերջինը որն էր, մաս 12-րդ, այստեղ թողնենք հարսանեկանը, բայց բնականաբար իր շարունակությունն է, չգիտեմ այն ինչպես կոչեմ, հետ հարսանեկան շարունակություն, չգիտեմ, կարճ ասած դերևս վերնագրի չեմ կարողանում որոշել, բայց անցնում ենք առաջ։ Երկար եմ մտածում, սպասում եմ այս տեսանյութը կնկարահանեմ, կտեղադրեմ թե ոչ, ինչի հետ կապված, քանի որ կային վախեր, իսկ ինչի վախեր, որ ամենը իրական լինի, լավ լինի, այն ինչպես որ ասում են, չար բացասական էներգիաներից աչքից հեռու, ասեմ թե չասեմ, նկարահանեմ, տեղադրեմ թե ոչ, բայց գնացինք այդ համարձակությանը։ Վերջապես, երևի թե վերնագրի չեմ կարողանում այս պահին որոշեմ թե ինչ պետք է ասեմ, բայց հետ հարսանեկան տեսանյութ վլոգ մաս կամ 13 կամ հետ հարսանեկան ինչ-որ մի նոր բանի, նոր կյանքի սկիզբ, իրականում մաս առաջինից սկսած։ Ինչ հասկացաք, թե ոչ իմ ասածից եւ այսպես։ Լավ, բնականաբար տեսնում եք իմ կողքում է մոմը, մոմակալը, պետք է վառեմ այս մոմը նոր անցնենք առաջ, որովհետեւ նկատել եք շատ կարևոր պատասխանատու պահերին մեր կյանքում, անպայման ամենը լինում է Աստծով, ես վառում եմ մեր մոմը, աղոթքով շնորհակալությունով Աստծուց, այսպես։ Անցնենք առաջ, մոմը վառենք եւ շարունակենք մեր տեսանյութ վլոգը։ Իրականում ես իմ Տեր Աստծուց այնքան բան եմ ուզել, այնքան բան եմ խնդրել, որոնք իրականում ամենը տրվել է թեկուզ դժվարությամբ, դրա համար հիմա միայն կասեմ, բարով ես գալիս, Աստծով ես գալիս, իմ կյանքի իմաստ, մեր կյանքի իմաստ։ Սիրելի հետևորդներ, շատերը հասկացաք երևի թե ինչի մասին է խոսքը եւ այսպես։ Այս նորությանը, այս լուրին ես չէի պատկերացնում թե ինչպես պետք է դիմավորեի, ինչպես լսեի, ինչպես այն անցալեի, ցանկացած իրավիճակում ինձ պատկերացնում էի, բայց ոչ այնպեսին ինչ որ կատարվեց։ Այսինքն կարճ ասած երևի թե ես այս պահը դեռ չեմ գիտակցում ինչ է կատարվում, իրական է թե ոչ։ Եղել է ձեր կյանքում երբևէ, որ կամ կարող են լինել ձեր կյանքից առավել իրավիճակներ, պահեր, իրադարձություններ, որ երբևէ չէիք էլ պատկերացնի։ Թվում է թե մարդու կյանքում իր անձից բացի առավել բարձր կետ չկա, չէ, այդպես չէ։ Այն ինչ որ հիմա մենք կտեսնենք, ես կներկայացնեմ ձեզ, վերլուծեցի, հասկացա, որ վեր է իմ զգացմունքներից, իմ կյանքի ամեն մի ապրած լավ ու վատ օրերից, այսինքն, մինչ այս պահը իմ զգացած էմոցիաներից կամ ապրած օրերից համար առաջին ավելի վեր, ինձանից էլ թանկարժեք, ամենից թանկ։ Դե բնականաբար ինչի մասն է խոսքը, անցնում ենք առաջ։ Դե ինչ, բոլորդ ականատես, ինքներս բոլորս տեսանք նշանադրություն, այնուհետև հարսանիք, բոլոր իր մասերով, սերյաներով ինչպես ասում ենք, այս ամենը բարեհաջող, իսկ բնականաբար այս ամենին ուղղորդում է ինչը ամենակարևոր երջանկությունը, այն կոչվում է Աստծո օրհնություն։ Ես շնորհակալ եմ Տիրոջից, մեր Աստծուց, քանի որ այն համարվում է զույգի իրական օրհնվածություն, որի ամուսնությունից անմիջապես հետո Աստված օրհնում է նման բարիքով, նման աստվածային անկրկնելի նվերով, ինչն է բնականաբար զույգերի, երիտասարդների եւ ընտանիքի մեջ առաջնեկի ծնունդի լուրը, առաջնեկի հայտնվելու լուրը։ Այո, շատ ճիշտ հասկացաք ամենը։ Չնայած զգացել եք, որ շատերը հասկացել եք ինչի մասն է խոսքը, այս ընթացքում նույնպես, բայց մանրամասն հիմա կներկայացնեմ։ Ես սպասում էի, որ այդ լուրը իմանալուց չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ զգացողություն ինչ կկատարվի ինձ հետ։ Այո, այդպես եղավ, բայց մի փոքր այլ էի պատկերացնում այդ լուրը լսելուն, իմանալու, կամ թե ինչպես իմանալ այդ լուրը տղաս։ Ես կարիքային խնդրել էի, ասել էի, երբ որ դու ինչ որ զգացողություններ կունենաս, ինձ կասես, կհայտնես, մենք առանձին կխոսենք, կկազմակերպենք, չնայած լավ կլիներ, որ ես էլ շատ պատահական իմանայի, իմ էմոցիաները կարողանայի նկարահանել, բայց որոշել էինք այդպես, իսկ կարիքան այնպիսի մի իրավիճակ առաջացրեց մեր տանը, որ մինչ հիմա չեմ հասկանում այդ զգացողությունները մեր ներսում են, ամբողջը նկարահանած է, հիմա կտեղադրենք, կտեսնենք։ Ինքս անտեղյակ էի, աշխատանքից երևի թե վերադարձածում ես չեմ հիշում։ Տղաս եւ Կարինկան ինչ որտեղ էին գնացել, հետո եկան տուն, հետո ես հասկացա, չգիտեմ Կարինկան որտեղ էր գտնվում, ինչ որ SMS-ի տարբերակով իմ WhatsApp-ին ուղարկեց նկարներ, որտեղ ես բացելուց նայելուց խառնված շփոթության մեջ եմ ընկել, շփոթություն է առաջացել ինձ մոտ, քանի որ տեսնում եմ այն ինչ է, բայց չեմ կարողանում հասկանալ իրական եմ տեսնում, թե ոչ։ Ինչ եմ զգում այդ պահին, քանի որ այդպես չէի սպասում եւ չգիտեմ, մտածում հավատամ, թե չհավատամ, բնականաբար այն նկարները բժշկական այդ տերմիններն են, ինչպես գիտեք, անհարմար չէ, որտեղ վաճառում են դեղատներում հղիության թեստ է համարվում, այդտեղ նշանը կա, պատկերը կա։
անմիջապես ուղարկել է ինձ, իմ էմոցիաները ես չեմ կարողանում ինձ զսպել, տղաս նայում է ինձ, բայց փորձում եմ պահել ինձ այնպես, ոնց որ թե ոչինչ չի եղել, այլ թեմա չկա, ինչ-որ ուրիշ մարդու հետ եմ խոսում կամ շփվում, բայց տղաս ավելի շատ ինքն է հասկացել, կարծես թե ժպտում է, նայում է այսպես խորամանկ, կարճ ասած անհասկանալի քաոս էր առաջացել մեր տան մեջ, տղաս այնտեղ զարմացած կիսաժպիտ ինձ էր նայում, ես այսպես լարված վիճակ, դուրս եմ գնում, ներս եմ գալիս, թեման փոխում եմ, բայց Կարինկան դերևս մեր սենյակում չէ, միասին չենք, դիտեք տեսանյութը, թե ինչ է կատարվել, ինչ իրավիճակ, որից հետո կշարունակենք։ Դե քանի որ ամենս բոլորս հասկացել ենք, գիտակցել ենք, խառաշփոթ իրավիճակ, հուզումներ, իրար գրկել, լացել, շնորհավորանքներ, տղայիս հայացքը պարզապես ես հիմա չեմ կարողանում մոռանալ, թե պետք է նկարեք կամ նկարահանեք, այդ դեմքը տեսնեք, այդ հայացքը, այդ զգացումները, այդ աչքերը, ինչը որ իմ տղայի դեմքին էին, իսկ Կարինկայի մասին բնականաբար այդ խոսք չկար ասելու, երևի թե այսպես անհավանական աչքերով, հուզված, զարմացած, անակնկալ եկած, այսպես խառնաշփոթ։ Իսկ ինձ մոտ էմոցիաները այն վիճակն է, որ ցանկանում էի շատ բարձր գոռալ, չգիտեմ ինչ եմ ուզում անել։ Երևի թե այդ պահի կուզենայի պատերի վրա բարձրանալ ինչ անել, բայց դուրս եկա բակ, ծառի տակ նստել եմ ու բարձր ձայնով եւ ծիծաղում եմ եւ գոռում եմ, եւ լացս է գալիս եւ հուզմունքս, չգիտեմ, ուզում եմ ծառին գրկեմ, ջուղերը թափահարեմ, չգիտեմ, ինչ տղաս է կողքից նայում է, ծիծաղում է հումորով, ինձ էլ նայում թե այստեղ ինչ եմ անում։ Կարելի ասել լավ իմաստով երջանկությունից խելագարվել եւ կար անհավանականություն, ես ցանկանում եմ հասկանալ, որ դա իրական է թե ոչ։ Իսկ հաջորդի դիտեք շարունակությունը կրկին խոսենք։ Այս ամենի լուրը նորությունը Կարինկան չէր կարողացել թաքցնել, այնպես հայտնել, որ իմանա ես անակնկալ պատրաստենք տղայիս համար։ Այդ հուզմունքից այդ գաղտնիությունը չէր ստացվել իր մոտ, ինչպես ասացի խառնաշփոթ վիճակ, եւ առաջին լուրը անմիջապես Կարինկան հայտնում է մեր հարսանիքի հարսնակրոջը իր ընկերուհուն Նարեին եւ տեսեք ինչ զգացողություն, ինչ զգացմունքներ։ Իրոք ամբողջ օրը ծիծաղել ենք այս իրավիճակների հետ կապված, ցույց ենք տվել ինչ զգացումներ են արտահայտել, ինչ է կատարվել, հաջորդիվ դիտեք շատ հետաքրքիր է։ Այստեղ տեսաձայնով Կարինկան մեր հարսնակրոջը Նարեին ներկայացնում է ցույց է տալիս այն թեստը, որտեղ ցույց է տալիս հղիության հաստատումը։ Մի հատ նայեք ինչ իրավիճակ է, հուզումներ, լաց, իրոք շատ հուզիչ է։ Այստեղ արդեն Կարինկան որոշում է գրել տեքստ թղթի վրա, տեղադրել ինչ-որ մի տուփի մեջ եւ գնանք բոլորին անակնկալ անելու։ Կարինկայի ծնողներին, իմ մայրիկին, այսինքն տատիկ պապիկին, մնացած բարեկամ հարազատներին եւ այսպես նայեք ընթացքը ինչքան հետաքրքիր է ստացվում։ Դե ինչ, բարև տատիկ պապիկ ջան, ես գալիս եմ, սեղանը գցեք։ Եվ այսպես գրվածքը եւ թեստը տեղադրում են ժամացույցի տուփի մեջ, իբր նվեր են տանում տատիկին, պապիկին, Կարինկայի ծնողներին, ընթացքում հետևեք շատ հետաքրքիր է։ Դե ինչ պատրաստվում ենք, մենք բոլորի մոտ շոկ առաջացնող մեր շրջագայությանը անակնկալների, այսպես գնում ենք, կարելի է ասել հերթով բոլորի տուն։ Դե ինչ, մոտենում ենք տատիկ պապիկի տուն, այսինքն իմ ծնողների, տեսնենք ինչպես է ստացվում անակնկալը։ Այստեղ տատիկն է, մեր տատիկը, իմ մայրը, ինչպես ասում ենք գոհար տատիկը։ Սկզբնականում ոչինչ չի հասկանում, չի գիտակցում ինչ է կատարում, մենք երկար ժամանակ նայում ենք։
ինչ որ բառեր ենք ասում, խոսում ենք, ինքը մեզ պատասխանում է, բայց չի կարողանում գիտակցել։ Այն ինչպես որ ասում են պաուզա իրավիճակ, այնուհետև գիտակցելուց մի հատ տեսեք ինչ հետարքի եւ ուզումնալից իրավիճակ է, ինչ պահվածք է դրսևորում Գոհար տատիկը։ Տատիկը դեռ ոչինչ չի զգում, չի կասկածում, չգիտի դեռ գլխի գալիքը։ Ինչ ես նկարում։ Շուտ։ Նկարում ենք, ոչ վլոգ ենք նկարում։ Վլոգ ենք նկարում, պուպուշ, պատեր ռեմոնդը, այսպասի պետք է խոսենք, ռեմոնդ։ Այս լույսը։ Մի հատ նայեք ինչ ծիծաղելի, շոկային, զարմանալու իրավիճակ է։ Բավականին երկար ժամանակ ոչինչ չի հասկանում Գոհար տատիկը ինչ է կատարվում, ինչ ենք ուզում ասենք, ինչ ենք ակնարկում։ Մի հատ ընթացքին հետևեք։ Ինչ գցեն։ Լասը։ Ինչ է գցեն։ Բարեկարգ։ Դեզա բարև տատիկ պատիկ, ես գալիս եմ, սեղան գցեք։ Հա, սեղան։ Սեղանը գցած եմ, ոնց ես։ Ես նստեք։ Նստեք, ես սեղան գցեմ։ Կամ չես գցել ինչ է։ Չի։ Էդ ինչ է։ Չէ, հա։ Իմանա չէ ջոգի, ջոգի տատի չի ջոգի։ Լավ էլի, լավ ստացա։ Ճիշտ։ Ոյ նեզես մերն։ Ոյ կամտերիդ մերն։ Ասմոջա կարք շատ, ասմոջա։ Դե զգացեք, ինքներդ պատկերացրեք ձեզ այս իրավիճակում։ Պատերազմի կրակներից, ճիրաններից, արյուններից մի կերպ մազապործ եղած, տուն վերադարձած իր թորանը Աստված օրհնել է եւ պետք է գրկի իր բալիկին։ Ժառանգ ունենա։ Ասմոջա շատ եմ շնորհակալ։ Հետո էլ քանի որ տեսանք պապիկը տանը չէ աշխատանքի է, դպրոցում է աշխատում, մենք գնացինք իր մոտ անակնկալանելու, այստեղ պապիկը կարելի է ասել, ինչպես հումորով ասում են, կախեց ուղեղը, ընդհանրապես ոչինչ չհասկացավ ինչ է կատարվում։ Ասում են իբր թե պապի ջան, քո համար ժամացույց ենք նվեր բերել, էլի ոչինչ չի հասկանում, բացում է տուփը։ Ոնց որ թե մեզ թվաց թե ինչ որ մի բան հասկացավ, մենք էլ չգիտենք, հասկացավ թե չէ, ժպտում է խորամանկ, նայում է, այսպիսի խառը իրավիճակ։ Պապի, շատ չի հասկանա պապի։ Պապին անհասկանալի վիճակից ինչ որ դեմքեր են ընդունում, կարճ ասած խառը էմոցիաներ են, ոչինչ չենք հասկանում ոչ մեկս։ Դե ինչ, բոլորով պատրաստված գնում ենք հիմա էլ Կարինկայի մայրիկին եւ հայրիկին լուրը հայտնելու, այստեղ սուպերմարկետում ենք, տատիկը մեզ հետ եկել է, տորթ է գնել իր կողմից նվեր, այսպես գնացինք։ Ապա այստեղ ուշ գիշերով ուղևորվում ենք Կարինկայից տուն, Կարինկայի ծնողներին լուրը հայտնելու, երևի թե ամենամեծ էմոցիոնալ պահվածքը Կարինկայի մայրիկի մոտ է։ Տեսեք ինչքան հետաքրքիր է եւ շատ հուզիչ։ Այս զգացողությունները ինչը որ զգաց Կարինկայի մայրը իմ ոգուց է, իմ սրտից է, ես ամենահասկացալի է։ The fakeness, if you wanna play tough and wanna hate this, I'll always show up. I don't ever slow up, no I don't take shit, I got no love. Ինչպես ասում են, գողեգող մտնում ենք այս մարդկանց տուն, չեն պատկերացնում ինչի համար են եկել հասել այստեղ։ I don't ever slow up, no I don't take shit, I got no love. Play tough. Այստեղ բավականին երկար ժամանակ կրկին անհասկանալի վիճակ է, չեն կարողանում հասկանալ ինչ է կատարվել, իբր Կարինկայի հայրիկին կրկին ժամացույց ենք նվեր բերել։
Տոքսիկ չես անում։ Մտնային առնա, տուրիստիկ կուրի։ Ահա ուրիշ բան է խապում եք մեզ։ Ապնա ամենա Վասիլը ուրիշ բան է։ Մի հատ նայեք, զգացեք Կարինկայի մայրիկի էմոցիաներն ու զգացողությունները ինչ է կատարվում։ Դա դիցը կարեկան ես տկի աշնեմ մեջնի։ Բայց ես եմ ստից չեմ նկարում։ Տեսե շունիկներ էին։ Մարդը վախեցած է։ Εσύ λάθος είναι το πάρει. Όχι, να φέρει λάθος. Ճիշտ է ասում։ Իսկ դա փոսը կեսեմ լացը։ Yo, rahat koftarı da baba. Bağlık su kalsa. Bağlık su kalsa böyle sancıyorsa. Այսօր մեր մասածն է ասում։ Արիկ ու քարը։ Բա նա կարինկա ինձ նկարի, ան մի հատ կարինկա ջա մի հատ նկարի էլի մեզ։ Լացեք, թեքի ուժեքի թեքի։ Արի։ Են տան շունել ընդեղից է մեր հետ միասին ձայնակցում ոնց որ։ Հիմա էլ Կարինկան գրել է գրված հորաքրոջ համար։ Հիմա կտեսնենք։ Բարև ձեզ, ինչպես եք։ Ոչինչ, շնորհակալություն։ Դու ոնց եք, ինչ կա չկա։ Դե հիմա եկեք նայենք, տեսնենք ինչ է ստացվում, ինչ է սպասվում Կարինկայի հորաքրոջ կողմից զգացումներով։ Իսկ մեր շուրին դկորից բաց։ Վայ, դե ինչ նարեկին ասելու։ Ոյ, ես կմոն եմ եք ու նարեկին հորիկա դիմամորելու։ Հետի մեր ազներով կրճակոտ։ Տատի։ Հլը ինձի նկարեք, ես բրն եք անջատաշ չի։ Պապ, շամպանսկի գպիջա։ Պապա չգիտի։ Գիտի։ Իմացա։ Գմպիջրեք։ Տատի, հայ, Ինչ ասեցիք։ Վերջապես բոլորի մոտ մռայլ ամպերը հեռացան, սկսեցինք հումոր անել, կատակել, ուրախանալ իրական, այդ ռոմանտիկան մի փոքր թողեցինք մի կողմ։ Հլը մի ռոպե։ Ես էլ ես եմ, ժողովուրդ ջան, ստեղ եմ։ Արի, ներնեք ես զիմձակ։ Դե ինչ, ապա հաջորդ օրը ես Կարինկայիս հետ միասին գնացինք մեր Ռիփսիմե եկեղեցի, շնորհակալություն հայտնելու Աստծուց եւ ասել սրտի խոսքերը։ Դե ինչ, եւ այսպես, պարզը ամենահասկանալի է, բժշկական այս թեստի միջոցով փորձարկումը կատարվել է հաջորդիվ կրկին 2 անգամ
եւ հասկացել ենք, որ ամենը իրական է։ Քանի որ ընթացքում մտածում ենք մի բան այն չէ կամ կասկածում ենք մի փոքր, բայց իրականում ամենը ճիշտ է, նշանակեցինք որ պետք է գնանք բժշկի։ Նշանակեցինք որ պետք է գնանք բժշկի հետազոտման, կանանց կոնսուլտացիա, որից հետո հստակ կկարողանամ հայտարարել։ Քանի որ կան իրոք այդպես է չէ, երևույթներ, որտեղ չես ցանկանում դուրշուտ հայտնել, բացասական էներգիաներ, վատ կամեցող մարդիկ, ինչպես ասում ենք, աչք կամ էներգիաներ, այո, դա իրական է, որոշեցինք հաստատ լինի այն ճշտենք, նոր վերջնական կհայտարարենք։ Իրականում այս պահին նույնպես մի փոքր անհանգստանում եմ, ելի չէի ցանկանում դուրը հայտնել, բայց որոշեցի այսպես կանեմ։ Միայն կասեմ Աստծո, Աստված մեզ պահապան եւ օգնական։ Եվ վերջապես պատրաստվում ենք հոկտեմբերի 7-ին Կարինկայի եւ Նարեկի ամուսնության 3 ամսվա լրանալու կապակցությամբ գնում ենք կանանց կոնսուլտացիա, ստուգման, իրականությունը մեր աչքերով տեսնելու, համոզվելու եւ մեր դեր շատ փոքրիկ երազանքին տեսնելու։ Այսպես գնացինք։ Դե ինչ, հոկտեմբերի 7-ին առավոտյան շուտ Նարեկի եւ Կարինկայի ամուսնության 3 ամսվա կապակցությամբ պատրաստվում են գեղեցիկ, այսպես հարդարված, գնում ենք բժշկի մոտ ստուգման եւ տեսնենք ընթացքը։ Դե Կարինկան էլ ուրախ, զվարթ, տրամադրությունը բարձր, հարդարվում է, հագնվում է, պատրաստվում է նույնպես։ Կարելի ասել մենք պատրաստ ենք, սպասում ենք Նարեկին։ Դե ինչ ոնց որ թե գնացինք։ Ես բոլորից շատ անհամբեր եմ, սրտատրոփ, չեմ սպասում երբ ենք հասնելու հիվանդանոց։ Մինչ տանից դուրս գալն էլ, այստեղ Կարինկան հիանում է իրեն նվիրած ծաղիկներով, որը Նարեկն է նվիրել 3 ամսվա կապակցությամբ։ Դե ինչ ոնց որ թե գնացինք։ Դե ինչ, շատերիդ, բոլորիդ ցանկանում եմ, որ կարողանաք գալ այս դուռը, ինչպես ասում են։ Հաջորդը ձերն է, սիրելի հետևորդներ։ Իսկ այստեղ ամենահուզիչ պահը, իրոք էմոցիաները անբացատրելի են։ Ընթացիկ հետևեք դուք նայեք, տեսեք ինչ հուզումներ են Կարինկայի մոտ, Նարեկի մոտ, իսկ ինձ մոտ քիչ էր մնում ուշագնացություն լիներ։ Տղաս էլ այս բժշկին ասում է ինչ կլինի, մի հատ էլ մամային էխո արեք, տեսնենք մաման ինչի է սենց ուշքից գնացել։ Ինչ ասեմ, ինչ խոսքեր արտաբերեմ, նորը հորինեմ, զգացողություններս ինչպես ներկայացնեմ, բառեր չունեմ, խոսքեր չունեմ, ինչպես ասում ենք։ Բարով եկար, մեր սիրելի, մեր կյանքի երազանք։ Դե ինչ, հիմա այն իմ ձեռքում է։ Երևի թե խենթացել եմ, այո։ Ես գրեթե ամեն օր, կարելի ասել այս օրերի ընթացքում ամեն օր վերցնում եմ, գուրգուրում եմ, սիրում եմ, խաղում եմ նկարի հետ,
իր հետ խոսում եմ եւ պատկերացնում եմ, որ արդեն նա կա իրական կերպար, կապ չունի սերը, ինձ համար կարեւոր չէ, ինչ սերը որ կլինի, արդեն նա ինձ համար իմ հոգում, իմ մտքում, իմ սրտում կա։ Նա մեր փոքրիկն է, իսկ սա նշանակում է, որ Աստված օրհնել է այս զույգի միությունը։ Աստծո սրտով է եւ Աստծոն հաճո է այս ամուսնությունը, այս զույգը։ Քանի որ այս պարագայում համարվում է օրհնություն, Աստված առաջ ցանկանում եմ բոլորին, ովքեր չունեն բալիկներ, երկար ժամանակ սպասում են կամ անմիջապես ամուսնությունից հետո, այո, թող շուտ լինի այս հրաշքը իրենց տներում, իրենց կյանքում, չեք պատկերացնի ինչ զգացողություն է։ Ահա, արդեն նշմարվում է մեր կյանքի իմաստը։ Այն թող լինի մշտապես այստեղ Աստծո հովանի ներքո։ Հաջորդիվ սիրելի հետևորդներ, սիրելի ընկերներ ջան, ինչը վերաբերում է սեռի մասին, գիտեմ շատերին է հետաքրքրում, մեզ առավել եւս շատ է հետաքրքրում, չնայած ինչ էլ որ լինի, որևէ հարց, որևէ խնդիր, որևէ թեմա չի քննարկվում մեր տան մեջ, բայց միևնույն է բոլորիս հետաքրքրում է, չէ՞, շատերին նույնպես թե ինչ սեր է լինելու, դերևս չեն կարող իմանալ, 1 ամիս հետո հաջորդ տեսանյութ վլոգին իմ կարծիքով մենք արդեն ձեզ կներկայացնենք սերը, քանի որ գնալու ենք ստուգման, իսկ սերը ներկայացնելը հենց այնպես չի լինելու։ Համբերեք կտեսնեք ինչքան հետաքրքիր շատ գեղեցիկ միջոցառում է կազմակերպվելու, որտեղ այսօրվա կարելի ասել նորամուծություններից մեկն է, արվում է ինչպես ասում են gender party, կկազմակերպենք, կտեսնեք շատ հետաքրքիր տեսանյութ վլոգ է սպասվում, որտեղ արդեն պարզ կլինի սերը։ Դե ինչ, կհանդիպենք հաջորդի ամենահետաքրքիր տեսանյութ վլոգում։